Սպորտում մանուկներ չեն լինում, ցանկացած բաց թողում կարող է ճակատագրական լինել։ Ամեն ինչ սկսվում է մանկապատանեկան տարիքից։ Այստեղ է, որ մարզիչները մեծ անելիք ունեն եւ շատ անգամ թեթև վրիպումը վաղը կարող է գլխացավանք դառնալ ինչպես մարզչի, այնպես էլ մարզիկի համար։ Մարզիկի հասուն տարիքում այդ ամենին կումարվում են նաեւ մեդալ նվաճելու անհագ ցանկությունն ու ոմանց որևէ բան ապացուցելու միտումը։ Առողջությունից թանկ բան չկա, հետեւաբար յուրաքանչյուր մարզիչ պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա իր գործին, հստակ գիտակցելով պահի լրջությունն ու կարեւորությունը։ Լիարժեք մարզումները կնում է, պետք է ամեն մի մեգանախմբին հատուկ ուշադրություն դարձնել, որովհետեւ ոչ մի տեղ թույլ չմնա։ Ասեք իշքան ուժում ես ոտքը մեջք ուժեղացել, եթե թևի մեր մասում, ձեռքերի մասում միտեղ թույլ է, այսինքն քաշին պատրաստ չէ, հետապաս ինքը պետք է բերե վնասվածքի։ Խոսքը ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն 77 կիլոգրամ քաշային Անդրանիկ Կարապետյանի մասին է, որն օլիմպիական խաղերում ծանր վնասվածք ստացավ։ Իրականում որն էր պատճառը, ինչու այդպես եղավ, որտեղ սխալվեցին Անդրանիկն ու մարզիչները, դժվար է ասել։ Մեզ մնում է միայն վերլուծել տեղի ունեցածը, առավել եւս, որ առաջին դեպքը չէր, երբ հայ ծանրորդները նման ճակատագրի են արժանանում։ Ինչ կարող է պատահել։ Առաջի վարկածը, որ իմ ուժը կա, դա ասենք բանն էր։ Հարուն վարժությանը լավ նախավարժանք չէր արել։ Դա մեկ կարող է։ Երկրորդը, որ նրա մոտ այդ տեխնիկական թերությունը միշտ կար, ուսերը չէր փակում։ Այդ առել ծանրությունը մենակ արմուններով պահել շատ դժվար է։ Դա տանիքի հետ մի բան է։ Եվ երրորդը, որը ավելի ցակված է, միան պետք չէր այդ քաշը սկսել։ Իրոք կարելի էր մոտենալ ավելի քիչ քաշի, ապահովագրել հնարավոր ծախողումից, առավել եւս, որ նույնիսկ 190 կիլոգրամ բարձրացնելու դեպքում Կարապետյանը կմնար պայքարի մեջ։ Ասել է, թե յուրաքանչյուր մոտեցում պետք է նախապես մտածված ու արդարացված լինի, հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռուն վարժությանը։ Այդ տակտիկական խնդիրն է, դա արդեն պարզ է։ Առաջի մոտեցում ինչ է տալիս, երկրորդը ինչ է տալիս, երրորդը ինչ է տալիս։ Ասում եմ։ Հիմա եթե վերստեք մեր Անդրանիկին, ես զարմացա 190 կնաց։ Որտեղ տեղեկություններ կար այդ Ղազախստանի տղան, որ նկել է 210 արդեն բանի մեջ է, YouTube-ի մեջ է կար։ Այդ կադրերը 210-ը հարուն վարությունը արել է մարզմաժանը։ Այդ թող մտածեմ որպես մարզիչ 215-ը չեր անի, ստեղ։ Գոնե բայց 210-ը կաներ։ Առաջին մոտեցումը շատ կարևոր եւ քաշը բարձրացնելու դեպքում մարզիկը հոգեբանական վերել կապրի ու լրացուցիչ վստահություն ձեռք բերի սեփական ուժերի նկատմամբ։ Որ նրա մոտ այդ սինդրոմը, վախի սինդրոմը, որ կարող է զերո ստանալ, վերանար։ Հասկանաք։ Դա ամենակարևոր մոմենտը է, զերո բացառված է մարզիկի մոտ, բայց 95 եկավ, արդեն ինքը կզգացվի։ Չէ, առաջին մոտեցմանը չեղավ այդ վնասվածքը, եկավ թողաներ։ Վահան Պիճախչյանը կիսվեց նաև հայ մյուս օլիմպիականներից իր սպասելիքների մասին։ Ըստ նրա մեդալ նվաճելու հույս դեռ կա։ Միրզոյանը, ինչ կորձում է այդտեղ։ Էլի կասեմ, ինչ կորձում, ինչ սկզբունքով է տարեի է։ Հեքե։ Երկրորդը սպասելիքներ կա։ 100 կիլոգրամում Մարիոսյան Սիմոնն է պոտենցիալ ունի, դե 85-ը մասի։ Այդ Միրզոյանը խաղից դուրս է, դապես չի կարա մոդենալ էլ այդ քաշը։ Ունդեղ մնագում է երկու ծանր քաշերը, պոտենցիալ ունեցող տղեկ է, որը կպայքարի մեդալների համար։ Սպորտում պատահական ոչինչ չի լինում, պատահական չեն հաղթում կամ վնասվածքներ ստանում, իսկ հնարավոր անհաջողության դեպքում պատճառների մասին խոսելը թվում է անշնորհակալ գործ է։ Հաղթանակը եւ հայր ունի եւ մայր, մինչդեռ պարտությունը որբ է, սակայն այլ հարց է, արդյոք չէր կարելի խուսափել դրանից, հնարավոր չէր մեկ քայլ առաջ մտածել։ Օլիմպիական Անդրանիկ Կարապետյանի ցավալի վնասվածքը շատերին ցնցեց, սակայն 20-ամյա ծանրորդի ճակատագրական մոտեցումից օրեր անց, վերլուծելով տեղի ունեցածն ու դրան նախորդած իրադարձությունները, կարելի է որոշ եզրահանգումներ անել։ Դա մի օր տեղի էր ունենալու, գուցե ավելի ցավալի վերջաբանով։ Հապետ Հարությունյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։